երկուշաբթի օրով առավոտից զորով արթնանալով նից դուրս եկա ես մեր տնից տես որն եմ ուսիս Ողջույն սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ, հյուրեր և մանկաբարձներ։ Այսօր մեզ համար առանձնահատուկ և հուզիչ օր է։ Մենք հավաքվել ենք նշելու մեր փոքրիկների կյանքի կարևոր փուլերից մեկի ավարտը, մանկապարտեզի ավարտական հանդեսը։
արել, ստեղծագործել եւ դարձել են լավ ընկերներ մի հարկի տակ։ Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք ունեն հազարամյակների պատմություն եւ որոնք առաջինն են ճանաչել քրիստոնեությունը։ Քոչարին հայ ժողովրդի ամենաարժեքավոր բարերից մեկը Քոչարին է։ Այս գեղեցիկ պարը սերնդեսերուն փոխանցվել է հայ ժողովրդին եւ այսօր էլ շարունակվում է հնչել ու պարել։ Քոչարին մեր ազգային մշակույթի կարևոր մի մասն է եւ հայ ժողովրդի ինքնասիրությունը գեղեցիկ խորհրդանիշը։
Գոյնը ոչ միայն իրեր է, այլ նաև ազգային ինքնություն, որը ժառանգել ենք մենք մեծրով մաշտոցից և պիտի տանենք դարերով շարունակ։ Գեցեմ մեր մեծրով մաշտոցը և հայերեն այգուկը։ Սիրենք, պահպանենք և հպարտությամբ արտացենք մեր գեղեցիկ մայրենի լեզուն և իհարկե հայոց տառերը։ Իհարկե դու ես հորինում, իսկ գույները քեզ իհարկե ես եմ նվիրում։ Եվ նայում ես ինձ աչքերդ վառել իմ մայրին, և գրկում ես ինձ ձեռքերդ տաքել իմ մայրին, նոր ամփուրում ու ինձ շոյում ես դու կրկին, միշտ իմ կողքին անչափ ուրախ ես իմ մայրին։
աշխարհի ամենագեղեցիկ նրբագեղ պարերից մեկն է։ Այն առանձնանում է իր սահուն շարժումներով, գեղեցիկ երաժշտությամբ եւ հմայիչ պտույտներով։ Վալսը խորհրդանշում է գեղեցկություն, նրբագեղություն, հոգատարություն, զույգի նկատմամբ։ Այսօր մեր փոքրիկները սիրով եւ ողջավորությամբ կներկայացնեն այս գեղեցիկ պարը, ցույց տալով իրանց սերը դեպի արվեստը։ Բարի դիտում։ Երևանը մեր ցելի մայրաքաղաքն է, արևաշող, հյուրընկալ եւ գեղեցիկ։ Այստեղ են մեր տները, դպրոցները, մանկապարտեզներն ու այգիները։ Երևանը մեզ համար պարզապես քաղաք չէ, այլ մեծ տուն, որտեղ իհարկե մենք սովորում ենք սիրել, երազում ենք եւ իհարկե սովորում ենք։ Մենք սիրում ենք մեր Երևանը, իր գեղեցիկ փողոցներով, յուրահատուկ շատրվաններով, կանաչ այգիներով, բարի մարդկանցով։ Մեր սրտի մայրաքաղաքը օր-օրի գեղեցկանում է, դառնալով աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը։ My
հարություն և ընկերություն։ Այն միավորում է մարդկանց օգնել ապրել համերաշխ ու երջանիկ։ Յուրաքանչյուր բարի խոսք և բարի գործ խաղաղության մի փոքրիկ քայլ է։ Մենք ուզում ենք, որ մեր փոքրիկները ապրեն խաղաղ երկնքում։ Անհոգ, աշխարհի բոլոր մանուկները թող ապրեն խաղաղ երկնքում։ Ապրեն երջանիկ, սովորեն, ստեղծագործեն, արարեն և պահպանեն իրենց խաղաղությունը։ Առանցանում է եղեցությամբ, հեզությամբ և ուրախ տրամադրությամբ։ Այս պարը մեզ փոխանցում է հայկական ավանդույթները, ջերմությունը և սովորեցնում է սիրել, գնահատել մեր ազգային մշակույթը։ Այժմ մեր փոքրիկները սիրով կներկայացնեն Տավիղ պարը։
դեպի դպրոց, որտեղ ձեզ են սպասում նոր գիտելիքներ, նոր հաջողություններ։ Մենք վստահ ենք, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները եւ կհասնեք մեծ բարձունքների։ Այսօր մեր փոքրիկները հավաքվել են ուրախ, բայց հուզիչ առիթով։ Հրաժեշտ տալու մեր սիրելի մանկապարտեզին, իրենց սիրելի դաստիարակներին, դաստիարակների օգնականներին, սիրելի տնօրենին, քնքուշ, բարի, որը միշտ նրանց կողքին է եղել, եւ սեր ու ջերմություն է տվել մեր փոքրիկներին, եւ այդ սիրուց ծնվել է բարություն, հոգատարություն, ընկերասիրություն, հարգանք մեծերի հանդեպ, եւ փոքրիկները այս բոլոր արժանապատիվ արարքները իրենց հետ կտանեն մանկապարտեզից ժառանգություն իրենց կյանքի ընթացքում։ Բարի երբ ձեզ, սիրելի փոքրիկներ։ Մեր ամեն մի քայլի ուղեկիցը, մեր գործերի խոսքերի հիմքը, թող յուրաքանչյուր երեխա ապրի խաղաղ երկնքի տակ, սովորի, ստեղծագործի եւ իհարկե երազի։ Մեծ ընտանիք, բրկեք աշխարհը մեր սիրով
Ականջի աշխարհում Հայաստանը նուրը Սա մեր իրական աշխարհն է Սա մեր կյանքն հարատել Դեր կանգնի խաղաղությանը Դուր ապագային թևեր Ականջի աշխարհում Հայաստանը նուրը Սա մեր իրական աշխարհն է Սա մեր կյանքն է հարատել Դեր կանգնի խաղաղությանը Դուր ապագային թևեր Այն կապներով այդպիսին, որ կարող է վերցնել մեկին, էլի հեռու տեղին, հոգրիկ ինչպես տերացած նիմայն, հոգրիկ ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը մի արդյունքի կատի, սա իմ երկիրն է, չափերով այնպիսին, որ ազատորեն կարող եմ տեղավորել սրտից մեջ, որ չկորի Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք ունեն հազարամյակների պատմություն եւ որոնք ապրում են եւ արարում են բարի։ Թող բոլոր աշխարհի մարդիկ լինեն հայերի նման։
Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ, այսօր մենք հավաքվել ենք մի շատ գեղեցիկ և հուզիչ աղիքով։ Նշեցիք մեր փոքրիկների ավարտական հանդեսը։ Սիրելի երեխաներ, դուք այսօր հրաժեշտ եք տալիս ձեր առաջին կրթական հաստատությունը։ Դուք մեծացել եք մեր աչքի առաջ, դառնալով ավելի ինքնուրույն, խելացի և բարի։ Սիրելի դաստիարակներ, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, որ այսքան 3 տարի կրթեցիք մեր երեխաներին։ Գիտեք, ես ասենց մտածում եմ նաև խոսամ, բայց ավելի լավ է մեր խոսքը, մեր սրտի խոսքը ես ասեմ ձեզ։ Սիրելի դաստիարակներ, դաստիարակի օգնականներ, երաժշտության դաստիարակներ և ի վերջո մի մեծ ընտանիք 157 կոլեկտիվ։ Ընկերներ ջան, չունենք պարուսույց, բայց ես վստահաբար ասում եմ, շատ պարուսույցներ եկան և գնացին։ Ձեր հեռագիրը վստահաբար ասում եմ դուք արեցիք։ Շնորհակալ եմ ձեզ ընկերինա, շնորհակալ եմ ձեզ ծնողներ ջան, որ ընտրեցիք 157 կոլեկտիվը։ Ընկեր Լիլիա ջան, ձեր հեռագիրը, ձեր կրթական, ընկեր Իրինա ջան, ձեր կազմակերպչականը, դուք ամեն մեկը յուրահատուկ եք։ Շնորհակալ եմ ձեզ ծնողներ ջան, այսքան գեղեցիկ ձեզ էմոցիաներ պատմելու համար։ Ձեր գեղեցիկ, կարող եք անել, շնորհակալ եմ։ Շնորհակալություն մեր վարչական շրջանի ղեկավարությանը, շնորհակալություն ձեզ, Տիկին Տաթև ջան, դեծիք մեզ և ձեր հյուրընկալությամբ մեզ ավելի ուրախացրեցիք։ Կարող եք խոսել։ Ողջունում եմ ձեզ սիրելի ներկաներ, մեր շատ սիրելի և գեղեցիկ երեխաներ, ողջունում եմ ձեզ։ Իմ սրտի խոսքն եմ ուզում ասել ձեզ, այսօր այնքան գեղեցիկ եք, այնքան գեղեցիկ երգեցիք, արեցիք, դուք ամեն մեկը կարծես մի աղավնի լինեք, այն սպիտակ, ջերմակ, խաղաղության աղավնի, որը կերտելու է մեր ազգի և մեր պետության ապագան։ Ես վստահ եմ, որ դուք դպրոցում լավ եք սովորելու, իսկ դուք լավ եք սովորելու։ Շատ վստահ ասեցիք, դե քանի որ դուք լավ եք սովորելու, ես վստահ եմ, որ մեր ապագան լավ հերթերում է լինելու։ Ես շատ հիացած եմ այսօրվա միջոցառումով Տիկին Արզումանյան, ինչ առումով, որ մեր ազգայինը, հայկականը այսքան արժևորված է մեր երեխաների մոտ։ Շատ հաճելի էր տեսնել, լսել միայն հայկականը, ազգայինը, քանի երեխաները այսքան արժևորում են մերը, հայկականը, ես վստահ եմ, որ մեր պետության սիրտը հավերժ բաբախելու է, քանի որ երեխաները այդ սրտի զարկերն են։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի կոլեկտիվ, սիրելի տիկնություն, առանց ձեզ այս ամենին չէր կայանա։ Մենք քիչ թե շատ ավելի շատ եք շփում ձեր ներքին հետ և ես վստահ սիրելի ծնողներ կարող եմ ասել, որ մեր դաստիարակները, դաստիարակների օգնականները, խոհարարները, դռնապանները, բոլորը ջանք ու եռանք չեն խնայում, որպեսզի մեր երեխաների առօրյան լավ անցնի, ուրախ անցնի, ջերմ մթնոլորտում անցկացնեն իրենց առօրյան։ Շնորհավորում եմ ձեզ սիրելի ծնողներ, ձեր երեխաները թևակողում են նոր կյանք։ Թող այդ կյանքի ճանապարհը լինի առանց խոչընդոտների և հարց։ Շնորհակալ եմ շատ։ Այս բարի ու ուրախ օրը վրացնում է երկն ու պարը, հրաժեշտ ենք տալիս քեզ, մեր սիրելի մանկապարտեզ, մնաս բարով մանկապարտեզ, մենք չենք մոռանա երբեք քեզ, դպրոց ենք գնալու արդեն, քո հուշերը միշտ մեզ հետ են, մնաս բարով մանկապարտեզ, մենք չենք մոռանա երբեք քեզ, դպրոց ենք գնալու արդեն, քո հուշերը միշտ մեզ հետ են,
ծիծաղեցինք միշտ միասին լավ ընկերներ գտանք մենք ու մեծացանք սիրով լի